ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդարված քաղաքացիների ազատ արձակման, նաեւ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը։ Նյու Յորքում կայացել է նաև Հայաստանի եւ Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանը եւ Բեատե Մայնել Ռայզինգերը քննարկել են Հայաստանի եւ Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մտքեր փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարի շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր նախաձեռնություններին Ավստրիայի ցուցաբերած աջակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին հանդիպող մարտահրավերներին արդյունավետ հակազդելու ուղղությամբ գործակցության մեխանիզմներին։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին բազմակողմ հարթակներում գործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը եւ Շվեյցարիայի համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը ընդգծել են, որ երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է ստեղծում տարբեր հարթակներում գործակցության համար, այդ թվում ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության շրջանակում։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի եւ հիմնարար սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը։ Միրզոյանը եւ Կասիսն անդրադարձել են նաեւ հումանիտար բնույթի հարցերի։ Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ։ Էստոնիայի գործընկերոջ հետ հանդիպման մասին էլ Միրզոյանը գրել է X-ում։ Հավելել, որպես ժողովրդավար եւ համախոհ գործընկերներ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության։ Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները Նյու Յորքում մտքեր են փոխանակել ներկայի մարտահրավերների եւ բազմակողմ հարթակներում ակտիվ գործակցության շուրջ։ Միրզոյանը հանդիպել է նաև Մոնղոլիայի արտգործնախարար Բատմունխ Բատցեցեգի հետ։ Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում, այդ թվում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում գործակցության հարցերի վերաբերյալ։ Միրզոյանն ու Բատցեցեգը ստորագրել են նաև Մոնղոլիայի եւ Հայաստանի կառավարությունների միջև դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն։ Միրզոյանը հանդիպել է նաև Օմանի սուլթանության արտգործնախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսայդիի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Օմանի միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ եւ քննարկել կոնկրետ ուղղություններով գործակցության ընդլայնման նոր հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում Հայաստանը մեծապես կարևորում է հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ ակտիվ գործակցությունը, այդ թվում թրիփը կյանքի կոչելու միջոցով։ Արարատ Միրզոյանը եւ Մուրադ Նուրտլեուին գոհունակությամբ ընդգծել են երկկողմ ռազմավարական բնույթի հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել խաղաղության խաչմերուկ նախագծի կյանքի կոչման աշխատանքների շուրջ, այդ թվում թրիփի միջոցով առաջիկա երկկողմ բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի, նաեւ բազմակողմ հարթակներում գործակցության հարցերի վերաբերյալ։ Աննա Զախարյան, լուրեր։